Ինչքան ասում ես չխոսես այս գժի բալի մասին չի լինեմ։ Մի հատ էլ բոլորի ողջույն։ Երկրի գլխավոր շիզոֆրենիկ, որը դու ինքդ քեզ դրել ես պապ թագավորի տեղը։ Այսօր գրառում ես տեղադրել, հավես այլա չկար ցելեգը խոսայի քո մասին։ Ամես զբաղված էի, որ եթե պարզվի մոտարապես տեքստը սենց է, էլի, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է ունի տղա երեխա, ապա նա պետք է կարգալույծ ալվի և հրաժարական տա։ Դու այնքան տգետ անողնաշար կենդանի ես, որ դու մտածում ես, ու քանի որ Հայաստանի Հանրապետությունը չունի դատախազություն և ազգային անվտանգություն, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ հատուկ հստակ արձանագրում կա հայոց առաքելական եկեղեցու մասին։ Դու անջատվավ։ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի սահմանադրության մեջ կա կետ, որտեղ հստակ արձանագրում կա, որը վերաբերում է հայ առաքելական եկեղեցուն։ Ու այդ սահմանադրության մեջ, որը բոլորի համար սահմանում է հստակ պայմաններ, չկա տենց կետ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նախագահը իրավունք ունեն միջամտել եկեղեցու գործերին, իրավունք ունեն պահանջել կաթողիկոսի հրաժարականը։ Այսինքն դու քո քայլով անում ես հակասահմանադրական քայլ։ Էսի իրավական տեսանկյունից։ Էլ եմ կրկնում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չկա դատախազություն կամ մեկ այլ կառույց, քո խելքին ինչ բրդմենի անում ես։ Հարց համար 2 բարոյական տեսանկյունից։ Երբ որ դու խոսում ես կաթողիկոսի երեխայի մասին կամ տղա կամ աղջիկ երեխայի մասին, Արարատ Նյուզն էլ վերցրել նկարատպ է, հրապարակվել է Գարեգին II աղջկա լուսանկարը։ Եթե դու ասում ես քո Facebook-յան էջում Նիկոլ Փաշինյան հրապարակում ես անում, որ բանա պետք է գենետիկ անալիզ արվի և պարզվի, եթե հայոց ամենայն կաթողիկոս ունի տղա երեխա, բանա պետք է կարգալույծ արվի։ Այդ գենետիկ անալիզը ուզում անես, համաձայն եմ քո հետ։ Համաձայն եմ, բարոյական տեսանկյունից քո հետ համաձայն եմ։ Բայց այսօրվա աշխարհիկ կյանքում դու համարվում ես որպես պարլամենտական երկրի թիվ 1 դեմք։ Արի գենետիկ անալիզը սկսենք քո երեխեքից։ Գենետիկ անալիզ, գնա քո երեխեքին գենետիկ անալիզ, բան, ինչ-որ չեզոք կենտրոնում։ Քո երեխեքը, որ ասում ես քոնն են։ Մարիամ Փաշինյան, Աշոտ Փաշինյան, Շուշան Փաշինյան, Արփի Փաշինյան։ Արփին պետք չի, վստահ եմ Արփին քոնն է։ Դու որպես երկրի ղեկավար, օրինակ ծառայի։ Գնա քո երեխեքին այդ բիոլոգիական մատերիալ են տալի, մազ են վերցրեմ, թուք են վերցրեմ, ես չգիտեմ ինչ են վերցրեմ։ Գենետիկորեն ապացուցի, որ դրանք քո երեխեքն են։ Հետո պահանջի կաթողիկոսից, որ ինքը գենետիկ անալիզ հանձնի, որ դու ինչ-որ քո մտածածին մտքերը ապացուցես հայ հանրությանն ու հայ ժողովրդին։ Ո՞րն է ավելի բարոյական, Փաշինյան Նիկոլ, չնայած քո հետ խոսել բարոյականությունից, էդի նույն բանն է, ոնց որ, չգիտեմ, Ախուրյանցի Անու հետ խոսես տիեզերքից, կամ Ժուժուի հետ խոսես կենսաբանական դասերից։ Բարոյականություն և Փաշինյան Նիկոլ, անհամատեղելի գործարք։ Այդ գործարք բառն էլ ես ինձ որից եմ սովորել, էլի, հետա։ Կանես այդքան բանը, Փաշինյան Նիկոլ։ Գենետիկ անալիզ կտաս քո երեխեքի վերով։ Դու անալիզ տուր, մեկ էլ քո երեխեքը։ Թող հայ հանրությունն ու հասարակությունը, որ ասում ես դու լեգիտիմ վարչապետ ես։ Ուզում եմ տենամ հայ հանրությունը ոնց կվերաբերվի այն փաստին, որ քո երեխեքից առնվազն 2-ը քոնը չեն։ Հա՞։ Ոնց կվերաբերվի։ Հիմի ո՞րն է ավելի ամոթ բարոյական տեսանկյունից։ Ունենալ, պահել, մեծացնել խալխի երեխա, չնայած դա ամոթ բան չի։ Ընտանիքներ կան, որ ուրիշ երեխուն տեր են կայնում, դա նորմալ է, բայց ոչ քո պարագայում։ Քանի որ դու աշխարհի ամենասրբապիղծ եւ
վերջին շիզոֆրենիայով տառապող անհատականությունն ես։ Դու խոսում ես գենետիկայից կաթողիկոսի երեխուց։ Ես ամենևին հիմի կաթողիկոսին չեմ պաշտպանում։ Որտեվ ես պահի դրությամբ կաթողիկոսել եմ կրկնում։ Միատեղ Արամ առաջինի հետ պետք է իրանց գավազանները միատեղ կողային քո ոռը։ Ու քեզ սարքային էտա չուչել, որ տնկում են ագարոդներում էտա, բոստաններում, որ ագրավները մոտիկ չգան։ Չի անում մեր կաթողիկոսը, հիմա ինչ անենք։ Այդ մարդը տենց է որոշ է պատասխանի քեզ իրա լռությամբ։ Բայց երբ որ դու խոսում ես գենետիկայից, արի հələ գենետիկորեն ապացուցի, որ քո երեխեքը քոնն են։ Հա, ասենք կաթողիկոսը ապացուցեց, որ այդ երեխան իրանն է, խոսքի օրինակ։ Այդ դրա մեջ ինչ ամոթ բան կա։ Հա, միգուցե եկեղեցական ինչ-որ կանոններով դա արգելված է կամ դա ինչ-որ հակաքրիստոնեական չի կարա դա լինի, որտեղ երեխան այդ Աստծո կողմից տրված պարգև է։ Ինչ-որ հակա եկեղեցական կանոններին ոչ համապատասխան ինչ-որ դրույթ է կամ գործոն է։ Բայց դու սկսի քո երեխեքից, քիչ ես սկսում։ Սկսի։ Թող այ հանրությունը տնա, որ Մարիամ Փաշինյանը մեր մեծանուն գործարարի աղջիկն է։ Աշոտ Փաշինյանը հայտնի կինո ռեժիսորի աղջիկն է։ Աղջիկն է ասում տղեն է։ Չնայած ընդ ուրա տղա, ճիշտ էլ ասի աղջիկն է։ Կամ որ հարց համար երկու սաղմոսներ ես գրեմ քո էջում։ Սաղմոս ես ինչ։ Դու քո ստատուսի մեջ էլ գրել ես, որ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ հայ ժողովրդի զավակ։ Դու որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, քանի անգամ ես քո կյանքի մեջ Աստվածաշունչ կարդացել։ Փաշինյան Նիկոլ։ Մոծակները կերան։ Քանի անգամ ես Աստվածաշունչ կարդացել, որ սաղմոսներ ես ցիտում քո Facebook-յան էջում։ 0, չէ՞։ Բա որ սաղմոսներ ես դնում։ Դու տեղյակ ես, որ Աստվածաշունչի մեջ կա հատված, երբ որ ամբողը ժողովուրդը ինչ որ կնոջ բերում է Հիսուսի առաջ եւ ասում է հիմա ինչպես վարվենք նրա հետ։ Ինչ եթե չեմ սխալվում, այդ կինը ինչ որ մաքուր չի լինում, տոլի ինչ որ անբարոյական քայլ արած լինում։ Ես այդքան լավ չեմ հիշում, բայց կարդացել եմ այդքան մասը։ Ինչպես կհրամայես ժողովուրդը դիմելով Հիսուս Քրիստոսին, Աստծո որդուն ասում է, ինչպես կհրամայես վարվել նրա հետ։ Ինչ ասում Հիսուս Քրիստոսը, պարոն Փաշինյան, ես քո հետ պարոն, քնձախ։ Ես քո հետ խոսում եմ աստվածաշնչյան լեզվով, ասում եմ առաջինը թող ես կնոջ վրա քար նետին նա, ով իրեն համարում է ավելի անմեղ։ Չէ՞։ Դու հիմի քար ես նետում, լինելով դոմփված, քո ընտանիքով հանդերձ։ Քար ես նետում հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ, որի իրավունքը դու չունես։ Ում ես ուրախացնում դրանով։ Թուրքին ադրբեջանցուն։ Ստե Ռիշար Շեսլովը ուրախացնում։ Քանի որ դու ոնց Կարալևսկի շուտ եղել ես, տենց մնացել ես։ Կարալևսկի շուտ։ Կաթողիկոս ունի տղա երեխա, հա, խոսքը օրինակ ունի։ Ես չգիտեմ, անձամբ անկեղծ եմ ասում, ես չգիտեմ, ունի թե չէ։ Եթե նույնիսկ ունի, իր երեխան է։ Դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա, բարոյական տեսանկյունից։ Բայց դու քո երեխեքին տվել ես քո ազգանունը, քո առաջի երկրորդ երեխուն, բայց երեխեքդ քոնը չեն։ Հակառակը կարաս ապացուցես, գենետիկ անալիզ հանձնի։ Կանես, չէ, որտեվ ասողը ես եմ։ Բա խոսում ես բարոյականությունից, խոսում ես գենետիկայից, խոսում ես ինչ-որ բարձր արժեքներից։ Կանես այդքանը չես անի։ Որտև քոնոման սարպապիղծ բոզի տղա ես երկրագնդի վրա գոյություն չունի։ Միջ գալակտիկական բոզի տղա։ Ասել եմ կկրկնեմ մինչև վերջ։ Դե հիմի շարունակեք պահանջել, որ կաթողիկոսը գնա գենետիկ անալիզ հանձնի։ Էլ եմ ասեմ, կաթողիկոսը մի փոքր հաստատակամության դեպքում Արամ առաջինի հետ պետք է հնչեցնի եկեղեցու զանգերը ու քո ոռն ու բերանը մեկ անեն։ Իրանք չէ, հայ ազգը, հայ ժողջանը չէ, հայ ազգը, որտեղ ժողջան եւ հայ ազգ դրանք տարբեր հասկացողություններ են։ Էդ է միակ տարբերությունը։
Ժողջանի մեջ մտնում են մարդիկ, ովքեր ասում են, հա դե մեր տեղը տակ լինի, տակներս չորը լինի, մեկ էլ փորներս կուշտ լինի։ Ինչը էլ է որ։ Մեր վրա չեն խնդեմ, Նիկոլի վրա են խնդեմ։ Առանց հասկանալը, որ Նիկոլի վրա խնդալով թուրքն ու ադրբեջանցին խնդում են մեր բոլորի վրա։ Այդ է Ժողջանի մտածելակերպը։ Առայժմ այսքանը։